Ողջույն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայկական կողմն ասում է, պատրաստ ենք քննարկել փաստաթղթի ստորագրման տեղը եւ ժամանակը։ Ուրիշ դեպքում սա լավ առիթ էր, որ իշխանությունը չարախնդար, ընդդիմախոսներին ասեր, այ տեսեք, բա ասում եք խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, բա տեսակ, արդեն ավարտել ենք փաստաթուղթը։ Բայց իշխանության մեջ ուրախություն չի նկատվում։ Ինչու՞։ Միգուցե նրա համար, որ այս պայմանագիրը միայն Ադրբեջանի առաջարկներն է ներառում։ Բաքուն երեկ հայտարարելով, որ պայմանագիրը ավարտել են, նաև ասաց, որ այն ադրբեջանական կողմի պահանջներով է։ Ըստ էության նրանց հեղինակացն է։ 12 անգամ իրար փոխանցել են կետերը, Ադրբեջանը առաջարկել է, Հայաստանը պատասխանել է։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ալիևն ասաց 70 օր սպասեցինք Հայաստանի պատասխանին, 10-րդ տարբերակի վերաբերյալ էր դա։ Ուղղակի չհամաձայնեցված դրույթներն էին հանել տարբերակից, ինչը համարեց պարզունակ քայլ։ Ըստ էության տեղի ունեցել հետևյալը։ Ալիևը անընդհատ իր պահանջները կրկնել է, գուցե ավելացրել է եւ ինչ որ փուլում Փաշինյանը ստիպված համաձայնել է։ Մոտավորապես 44-օրյա պատերազմի նման, որ ամեն անգամ հրադադարի առաջարկները մերժել է ու ամեն անգամ ավելի վատ տարբերակ է առաջարկվել եւ ի վերջո ընդունել է։ Դժվար եմ պատկերացնում Հայաստանում մարդու, որը դեմ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ի վերջո խաղաղության հաստատմանը։ Մեծ ցանկությամբ հանդերձ անվստահություն կա պայմանագրի վերաբերյալ, ոչ միայն այն առումով, որ թղթի կտորը խաղաղություն չի պահում, այլև չգիտենք ինչ է գրված դրանում, եւ միայն այն, որ իշխանությունը թաքցնում է, չենք հավատում Փաշինյան, Արարատ Միրզոյան զույգի այն պնդումներին, թե դա Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան է։ Չի կարող, հաղթած պետություն է։ Այն էլ տասնամյակների նվաստացումից հետո հաղթած պետություն է։ Իր պայմաններով քեզ կետեր թելադրի ու դա բխի քո շահերից։ Ասում են փոխզիջումով է ընդունվել պայմանագրի դրույթները։ Հարցնում ենք, Ադրբեջանի փոխզիջումը որոնք են, ընկնում են ջղաձգումների մեջ։ Ստացվում է չկա փոխզիջում։ Տավուշից սահմանազատումներ էին ասում, նրանք էլ են տալու, մենք էլ ենք տալու։ Նրանք ինչ տվեցին։ Արտաքին գործոս նախարարի այսօրվա պահվածքից անհանգստությունը չռում էր։ Եթե նա քպական չլիներ, անարգանքի սյունի երևի գամեր իշխանությանը։ Ասում է, թերահավատություն ունենք, վստահության պակաս ունենք, Ադրբեջանը կառուցողական չէ, հավելյալ պահանջներ են բրդում, չենք տեսնում, որ ուզում են խաղաղություն կառուցել, այս սաղ ասում է Արարատ Միրզոյանը ու հավելում, բա ինչ անենք։ Արտգործնախարարությունը հայտարարում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտելու մասին։ Մի քանի ժամ անց Նիկոլի հարցազրույցն է հրապարակվում, որ Ադրբեջանը ամեն օր խոսում է կոնֆլիկտի բառապաշարով, ուժի սպառնալիքով։ Ասում են ավարտել ենք բանակցությունները ու Փաշինյանը դրանից հետո ասում է Ադրբեջանը Հայաստանի 60-ից 70%-ն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ասում են պատրաստ է պայմանագիրը, հետո Նիկոլը ասում է, որ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Ի վերջո, Ալիևը հայտարարում է, վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ մոտ է 0-ի։ Դրա համար էլ նրանց ասած ոչ մի խոսքին չենք հավատում, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել։ Սա չքացնում է ձեր պայմանագիրը, դուրս եկավ այդ պայմանագիր կոչվածի ստորագրելու օրվա ու ժամի մասին միայն Հայաստանի իշխանությունը խոսեց։ Նրանք իսկի չեն մտածել, որ դա երբևէ ստորագրելու են։ Կետերից մեկը, որ հրապարակել է Ադրբեջանը, միջազգային դատարանում հայցերի հետ քաշումն է։ Սա ի հակառակ մեր շահերի։ Միջազգային բոլոր իրավունքներով Ադրբեջանի արածները վայրագություն են։ Այդ դատարաններում հերթով մերժվելու են Ադրբեջանի հայցերը, մերը բավարարվելու են։ Ասում են, դե ջանդամ հրաժարվում ենք հայցերից էլ, դրանով ընդունելով, որ Ադրբեջանը ոչ ցեղասպանություն է արել, ոչ բռնագաղթ է կազմակերպել, ոչ ճիշտ չի արել, սաղ լավա, բերեք բարիշենք ու դե ասում են վստահություն չեք ներշնչում։ Մի տեսակ անլուրջ մարդիկ եք։ Դրա համար էլ Արարատը ասելիք չունի, ասում է, դե բա ինչ անենք։
կամ կետերից մեկով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ քանի քառակուսի կիլոմետրով։ Ըստ այդ պայմանագրի Մեղրին Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ է, թե ոչ։ Ջերմուկը կամ էլ Սև լիճը կամ ինչ խաղաղության պայմանագիր, եթե նրա մեջ չկա գերիներին առանց նախապայմանների վերադարձնելու հարց։ Այնտեղ ունես գերիներ, դատապարտվածներ, այս պահին դատվող հայրենակիցներ, այդ ինչ խաղաղության պայմանագիր ես կնքում առանց մեր քաղաքացիներին տեր կանգնելու, որ Իսրայելն ու Պաղեստինը հրադադար էին հայտարարում, առաջին պայմանը գերիների հարցն էր։ Կամ ինչ խաղաղության պայմանագիր, եթե ապաշրջափակման հարցը չկա մեջը։ Այսինքն, Ադրբեջանի հետ ունենալու ենք պայմանագիր խաղաղության մասին, բայց ունենալու ենք Բաքվում դատավարություն, փակ սահմաններ, օկուպացված տարածքներ, բայց օրինակ կա դրույթ, որ կողմերից պահանջվում է բացառել խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ։ Դա որն է։ Կարող է հերոսի ծնունդ նշելը հակասի խաղաղության պայմանագրին։ Կարող է եռաբլուրը փակեք։ ԿՊ-ն մանիպուլացնում է։ Ասում է խաղաղության պայմանագիրը պատրաստ է, մեր շահերից է բխում, մնում է բանակցենք ստորագրման տեղի օրվա համար։ Բայց ամենակարևորը չի ասում, ինչեր պետք է անեն արդեն ստորագրման համար։ Նախապայմանները կամ բազմաթիվ պահանջներ Ադրբեջանից, որոնք բնականաբար պայմանագրում տեղ չեն գտել, այսպես ասած ուղեկցող միջոցառումների ցանկում են։ Նրանք պահանջում են փոխել սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դրան համաձայնել եք, ասում եք 2026-ին պատրաստ կլինի։ Նրանք պահանջում են միջանցք, ասել եք ճանապարհ պատրաստ ենք տալ, ու չգիտեմ ինչ եք տալու, երևի այնպիսի բան, որ դուք համարեք ճանապարհ, իրենք համարեն միջանցք։ Մյուսը, ասում են պետք է Հայաստանը հետ տա գնաց զենքերը, պետք է զենք չունենա։ Մյուս պահանջը ադրբեջանցիների Հայաստանում բնակեցումն է։ Նիկոլն ասում է քննարկելի է։ Սրանք ասում են նախադրյալներ չկան, որ հայերը վերադառնան Արցախ, բայց նախադրյալ կա, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Խոսքը տարբեր հաշվարկներով 350,000 ադրբեջանցու մասին է։ Եթե այդ պայմանագրով արցախցիների հարցը չես կարգավորել, բայց 150,000 հայրենակիցները մնում են օդից կախ, Ադրբեջանը պահանջում է խաղաղության պայմանագիր կնքելու համար հանձնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են, կռվել են Արցախի անկախության, մեր երկրի անվտանգության համար։ Նրանց համարում է հանցագործ։ Հաջորդ պահանջը, քանի որ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, հիմա Ադրբեջանն ասում է, այդ դեպքում դու իմ տարածքից օգտվել ես 30 տարի, շենքեր ես սարքել, շահագործել, կոմունիկացիաներ, հանքեր ես շահագործել, ջրերը, անտառները եւ այլն։ Փոխհատուցում։ Այս սրանք պայմաններ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար ու սա դեռ վերջն էլ չէ։ Վաղը պահանջելու է ատոմակայանի փակում, որ կնքի պայմանագիր, մյուս օրը պահանջելու է հանքերի փակում եւ այլն։ Ու այսքանով հանդերձ Ալիևն ասում է, անկախ ամեն ինչից մենք չենք կարող եւ չենք մոռանա նախկին 30 տարվա նվաստացումները։ Ժողովուրդ ջան, դուք սրանից խաղաղության հոտ եք ավելի շատ առնում, թե սողացող պատերազմի։ Արարատ Միրզոյանն այսօր ազգային ժողովում ընդդիմադիրներին ասում է՝ ի հեճուկս ձեզ լինելու է խաղաղություն, լինելու է անկախություն, չի լինելու գուբերնիա եւ այլ թուրքական, վստահ եմ, քաղտեխնոլոգների մտածած թեզեր։ Այն որ լսում ես, ուզում ես ասել, լսի, արո, դուք չեք հասցրել այնտեղ, որ ստիպված Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարում եք, որպեսզի չլինի պատերազմ։ Դուք էլ անգամ չեք հավատում, որ պատերազմ չի սկսի Ալիևը, նստած սպասում եք, ով մի երաշխիք կտա, բայց տվողներ չկա։ Դուք էլ գիտեք, որ Ադրբեջանի այս պահանջներից որ մեկը չկատարես, ասելու է վերջ, դուրս եմ գալիս բանակցություններից, ոչ մի պայմանագիր, բայց սրանք էլ են, որ չես կարող եւ ոչ մեկը կատարել, սկսած նոր սահմանադրությունից։ Ես չգիտեմ, արդյոք կարողանալու ես անցկացնել դա, եթե անգամ մեղմ ասած հետևից ռումբեր արձակես։ ԿՊ-ն ժողովրդին շանտաժ է անում, ասելով, եթե չեք ուզում խաղաղություն, ուրեմն ուզում եք պատերազմ։ Չի կարող խելքը գլխին մարդը ուզենա պատերազմ, բայց նաեւ չի էլ կարող խելքը գլխին մարդը սա համարել խաղաղություն։ Չի կարող խելքը գլխին մարդը այսպես ամեն բան հանձնել ու մտածել, թե պետության համար լավ բան է անում։
Սա ընդամենը բուկլետի կազմ է նախընտրական քարոզարշավի համար։ Նպատակն էլ եկող ընտրություններին մի բան կարողանան ասել։ Մի քպական կա, այն որ Նիկոլը գնաց Գրանադայում հանձնեց, ինքը գրում էր, ահա, չէիք ուզում գնար, որ այս ձեռքբերումը չունենար, Արայիկ Հարությունյանը հիմա ասում է, Փաշինյանը առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ տանում է գործընթացը դեպի հավերժություն։ Մի պահ ինձ թվաց, աղանդավորները դուռը թակել են ու խոսում են այն մասին, որ կա հավերժական կյանք, բայց հանդերձյալ։ Այո, մենակ դուք արեցիք մտնել մի քանի հազարամյա ազգին դավաճանելու բեռի տակ։ Կարճ ասած, այս ամենը տեղի ունենում ընդամենը մեկ պատճառով՝ ՔՊԸ-ն հայտնի ճանապարհներով ստացել է իշխանությունը, 2021-ի նույն ճանապարհով պահել է ու ուզում է վերարտադրվել հերթական կամ արտահերթ կարգով։ Իշխանությունը պահելու համար ստիպված գնում եք նման քայլերի։ Պարանը վզներդ գցած բանակցում եք ու ոտքի տակից աթոռը հենց ճոճում են մի քիչ, ընդունում եք բոլոր պայմանները։ Նարդոսը մի պատմվածք ունի, որտեղ հերոսին, որը չուզենալով է գնում տանտիրոջ մոտ, նկարագրում է այսպես. ամեն անգամ տանտիրոջ մոտ գնում էր այնպես, ինչպես աննասունը սպանդանոց։